Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Վանի թագավորության մասին։ Վանի թագավորությունը հայ մարդու համար դա մի փառահեղ շրջան էր, որը տևել է Քրիստոսից առաջ 13-րդ դարից մինչև Քրիստոսից առաջ 7-րդ դարը։ Վանը ռազմական պետություն էր, երկրի ներսում զարգացած էր մշակույթը, շինարարությունը, արվեստը, կրոնը։ Հենց այս ամենի մասին այսօր խոսելու ենք Ուրարտագետ Սարգիս Այվազյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Ես արդեն իսկ նշեցի, որ խոսելու ենք Վանի թագավորության մասին, դուք խոր ուսումնասիրություններ ունեք Վանի թագավորության հետ կապված, եւ անմիջապես անցնեմ հարցին, հենց սկսենք Վանի թագավորության ժամանակագրությունից եւ ումից էր ժառանգել Վանի թագավորությունը, ովքեր էին նրա ժառանգորդները։ Առաջին հիշատակումները ակադական աղբյուրներում հայտնվեցին եւ հիշատակվում էին որպես նաիրյան թագավորություններ կամ նայիրի երկիր կամ նայիրյան երկրներ, հետագայում ավելի ուշ շրջանում 10-րդ դարից սկսած արդեն հիշատակվում է որպես Ուրարտու, որը ի տարբերության նայիրյան երկրների կենտրոնացված պետություն էր, ճիշտ նշեցիք դուք, որ ռազմականացված էր, այսինքն եւ դա ստիպողական էր, նրանք լինելով Ասորստանին հարևան, այլ ելք չունեին, քան լինել ուժեղ։ Շատ լավ հասկանում էին եւ ստեղծել էին շատ կենտրոնացված եւ հզոր տերություն, չանտեսելով նաեւ մշակույթը եւ շինարարությունը եւ տնտեսական կյանքը, ընդհանրապես ինքը շատ բազմակողմանի զարգացած պետություն էր բոլոր առումներով, ժամանակի գերտերություններից էր, դա էլ ասեմ, եւ իսկապես մեր Հայաստանի պատմության ամենափառահեղ էջերից մեկն էր այդ թագավորությունը, որը տևեց փաստորեն միջև Աքեմենյան թագավորությունը, միջև Գյուրոս Մեծի կողմից Հայաստանի, այսինքն նույն Վանի թագավորության նվաճում։ Եթե մենք փորձենք հիշել Խորենացու խոսքերը, որտեղ նա ասում էր, որ Երանի թե ես ծնված լինեի այն ժամանակ եւ հիշատակում է Տիգրան Երվանդյանին, որը փաստորեն այդ շրջանի վերջին թագավորն էր, Այգազյան շրջանի, որից նրանից հետո փաստորեն Հայաստանը կորցրեց անկախությունը եւ վերականգնվեց արդեն մի փոքր ավելի ուշ։ Եվ Խորենացին ըստ երևույթին պատահական չէր ասում այդ ամենը, նա թե Ուրարտու անունը չի հիշատակում, բայց շատ լավ գիտեր, թե ինչպիսին է եղել հայոց թագավորությունը այդ շրջանում, Այգազյան դինաստիայի շրջանում, հատկապես վերջին 100-ամյակներին, որ համընկնում է, որը մեզ ավելի ճիշտ հայտնի է Վանի թագավորություն անվան տակ։ Գիտեք, այդ անունները, տեսեք, մենք խոսում ենք Հայաստան, Վանի թագավորություն, ակադացիները ասում են Ուրարտու, Աստվածաշնչում հիշատակվում է Արարատ, դրանք մեր ունկնդիրին կարող են շփոթեցնել շատ հաճախ, թվա թե դրանք տարբեր երկրներ են, տարբեր քաղաքակրթություններ են, բայց իրականում դրանք բոլորը նույն հայոց աշխարհներ, տարբեր ժամանակաշրջաններում ելնելով քաղաքական տարբեր հանգամանքներից տարբեր դրսևորումներ են ունեցել։ Տեսեք, ես շեշտեցի, որ ի տարբերություն սկզբնական շրջանի նա դարձավ շատ կենտրոնացված եւ ռազմականացված տերություն, դա ինչի հետևանք էր։ Նույն ակադացիների վտանգը հեռացնելու համար էր։ Ակադացիները իրենք առաջինը ստեղծեցին պրոֆեսիոնալ բանակ եւ շատ մեծ վտանգ էին տարածաշրջանի ամբողջ երկրների համար եւ շատ, այսպես ասած, դեսպոտիկ կարգեր էր այնտեղ տիրում, ի տարբերություն մեզ բավական ազատ երկիր էր եւ այդ ֆոնի վրա ինչ որտեղ դա քաղաքական նախագիծ էր, որ իրականացրեցին այն ժամանակվա մեր հայ իշխանավորները եւ հայ ժողովուրդը ամբողջությամբ որպես միասնական մի համակարգ վերցրած, որպեսզի դիմակայեն այդ ակադական ահագնացող վտանգին եւ ոչ միայն դիմակայեցին, այլ նաեւ կարողացան ճնշել հենց իրեն ասորական զոր թագավորությանը, հասել էր Վանի թագավորությունը իր գագաթնակետին եւ գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը իր գերիշխանության տակ էր պահում եւ ակադական պետությունը ուղղակի խեղճացած վիճակում էր եւ իրենք էլ իրենց տեքստերում սարսափահար գրում են ուրարտական թագավորների, նկարագրում են ուրարտական թագավորների թագադրման ծեսը, թե ինչպես էր կատարվում, թե ինչպես էր բանակը անցնում, թե ինչպես էին նրա կողմնակիցները բարձրաձայն գոչում նրա անունը եւ սարսափահար ուղղակի նկարագրում էին այդ տեսարանը։ Ուզում եմ բոլոր թագավորներին անդրադառնանք, այսինքն ումից սկսվեց Վանի թագավորությունը, ով էր առաջին արքան եւ ինչպիսի պետություն էր այդ ժամանակ Վանի թագավորությունը։
Առաջին թագավորը, որ հիշատակվում է ակադական աղբյուրներում, որպես բուն Ուրարտուի թագավոր, ես չեմ խոսում Նաիրյան թագավորությունների մասին, որոնք դեռ 12-13-րդ դարերից են հայտնի, դա Արամե կամ Արամու արքան էր, ակնհայտ է, որ սա մեր Արամ անունն է, ուղղակի ակադացիները իրենց լեզվին հատուկ առոգանությամբ են դա գրել եւ արտասանել։ Բուն ուրարտական արձանագրությունների հիշատակվող դա արդեն Զարդուր առաջինն էր կամ բոլորիս հայտնի ավելի շատ Զարդուր առաջինը, ով թողեց առաջին արդեն ինքնուրույն արձանագրությունները, բայց դեռ գրվում էին ակադական գրով։ Գիտեք, այն ժամանակվա մի տեսակ այսօրվա անգլերենի նման էր, այսինքն դա համարվում էր միջազգային լեզու, այսինքն փոխհարաբերությունների լեզու, բայց նրա հաջորդը արդեն իսկույնի առաջինը կատարեց ռեֆորմ եւ նույն գիրը օգտագործելով ակադական, բայց գրվեց արդեն մեր լեզվով, որը մեզ շատ հայտնի է արդեն Ուրարտու անվան տակ։ Եվ դրանից հետո արդեն հիմնականում գործածվում էր բնիկ լեզուն։ Շատ հազվադեպ էր, որ օգտագործվում էր ակադերենը։ Եթե կարդաք ուրարտական արձանագրությունները, թագավորները մի կողմից գովաբանում են իրենց արած գործերը, բայց մյուս կողմից իրենք շատ համեստ են իրենց պահում եւ ամենտեղ նշում են, որ դրանք իրանք այդ բոլոր գործերը իրենք կատարել են աստվածների հրամանով եւ աստվածների օժանդակությամբ եւ օրհնությամբ եւ առանց նրա ոչինչ չէին հաջողացնի։ Հիմնականում հիշատակվում էր մեկ աստված, Հալդի աստվածը, սա իմիջիալոց մոնոթեիստական կրոնի շատ մոտիկ էր, այսինքն ճիշտ է, որ Ուրարտուին բազ աստվածներ էին, բայց գլխավոր աստվածը այնպեսի գերակշռող դեր ուներ այդ ամբողջի մեջ, ամբողջ դիցարանի մեջ, որ տպավորություն է ստեղծում, որ այնտեղ եղել է մեկ աստծո պաշտպան։ Եթե մենակ հիշատակենք Մինուայի ջրանցքը, որը մինչև այսօր օգտագործվում է, նա ժամանակի խոշորագույն կառույցներ է եղել, մոտ 90 կիլոմետր երկարություն է ունեցել եւ մինչեւ հիմա պահպանված է եւ օգտագործվում է եւ անցկացվել է դա լեռնային տարածքով։ Շատ տեղերում ժայռերը ուղարկի ծակվել են, թունելներ են փորվել եւ ջուրը մեջով անցկացվել է։ Իսկ շատ տեղեր կամուրջներ է կառուցվել ձորերի վրա, որպեսզի ջուրը վերևով հոսվի։ Բոլոր այդ տեղերում, որտեղ ժայռը փորվել է եւ թունելով անցկացվել է ջուրը, ճակատին երկու կողմից լեռը հարթվել է եւ թողնել է արձանագրություններ, որոնք մինչեւ հիմա կան։ Մենք խոսեցինք ռազմատենչության մասին, ասացինք, որ ռազմականացված պետություններ, ես ասացի, թե ինչ հաջողություններ էին հասնում նրանք Ասորստանյան թագավորության դեմ պայքարում, բայց գրեթե բոլոր արձանագրություններում ուրարտական ռազմական գործողություններին հաջորդում է շինարարական գործողությունները, այսինքն նրանք ոչ միայն պատերազմներ էին մղում, պատերազմները միջալոց մղում էին ոչ թե միայն դրսի թշնամի դեմ, այլ նաև բոլոր այդ իշխանների դեմ, ովքեր այս կամ այն կերպ փորձում էին խուսափել այդ ընդհանուր պետության, այսպես ասած, միասնական խմբից դուրս գալ։ Եվ դա էլ պատահական չէ, հարավային նահանգներում նման երևույթներ չկային։ Հիմնականում հյուսիսի եւ արևմտյան նահանգներում էին նման ապստամբություններ եւ անհնազանդություններ լինում կենտրոնական պետության դեմ։ Դա ինչով է պայմանավորված, որ հիմնական վտանգը գալիս էր հարավից, դա Ասորստանն էր։ Եվ այնտեղի իշխանները շատ լավ հասկանում էին, թե ինչ է նշանակում ունենալ կենտրոնացված եւ հզոր պետություն։ Եվ իրենք կամավոր պատրաստ էին իրենց լումաններ դնել այդ պետության հզորության մեջ։ Ինչը չեք ասի հյուսիսային եւ արևմտյան նահանգների մասին, ովքեր իրենց համեմատաբար ավելի ապահով էին զգում եւ թույլ էին տալիս նման անհնազանդություններ, այսպես ասենք, աստամբություններ չասենք։ Եվ հետաքրքիր այստեղ ինչ է, որ ուրարտական թագավորները ճնշելով այդ ապստամբությունները մեծամասամբ ներում էին, տեղի իշխաններից նորից թողնում էին իրենց այդ գահին եւ զուգահեռաբար կառուցում էին տաճարներ, կառուցում էին ջրանցքներ, տնկում էին այգիներ, հսկայածավալ անցկացնում էին ռոռոկման համակարգ, ամրոցներ էին հիմնում, քաղաքներ էին հիմնում եւ եթե նայեք Ուրարտուն դա շինարարության մի այսպես ծաղկուն շրջան էր եւ 3-400 տարի Հայաստանում գրեթե կանգ չէր առնում շինարարական աշխատանքները։ Նույն Երևանում տեսեք մենք գիտենք Կարմիր Բլուրը, մենք գիտենք Էրեբունին, մենք գիտենք Դալմայի այգիները, որտեղ միջև հիմա կան դեր ուրարտական շրջանի ջրանցքներ եւ օգտագործվում։
Կամ բոլորիս հայտնի Թոխմախ գյոլը, որը կառուցել են նույն Ուրարտական շրջանում։ Հետագայում միջնադարում դա վերանորոգվել է, բայց կառուցվել է Ուրարտական շրջանում։ Տեսեք, ինչքան շինարարական աշխատանքներ են կատարվել մի փոքր տարածքում։ Նշեցի, որ Արգիստ առաջինի եւ Զարդուր երկրորդի ժամանակաշրջանում էր, որ Վանի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին, բայց դա չի նշանակում, որ մյուս թագավորները եղել են խեղճ եւ թույլ, բոլորովին։ Ամբողջ այդ շրջանը դա հերոսական մի շրջան էր եւ այդ գոռոզությունը ակադացիների գալիս էր նաեւ անզորությունից։ Նրանք ոչինչ չէին կարողանում անել Ուրարտուի դեմ եւ ինչ որտեղ սարսափից ելնելով նաեւ ստիպված էին ամեն մի փոքր հաջողությունը, որ նրանք ունենում էին, ուռճեցնել եւ ցույց տալ, թե տեսեք, այսպիսի բան արեցինք։ Իրականում ոչինչ չէին կարողանում անել, ասել, որ երկու կողմերն էլ այսպես ձգտում էին անպայման պատերազմել, մեկը մյուսի դեմ, դա էլ սխալ է։ Պատահական չէ, որ Ուրարտուի եւ Ասորստանի սահմանին կային բուֆերային պետություններ, որոնք չեզոք դիրք էին գրավում եւ Ասորստանը եւ Ուրարտուն ինչ որտեղ խրախուսում էին այդ քաղաքականությունը, որպեսզի արճակատումներ չառաջացնեին, որովհետեւ նրանք լավ էին հասկանում, որ երկուսն էլ հզոր տերություններ են այն ժամանակվա աշխարհի գերտերությունները եւ ամեն առիթով չէ, որ փորձում էին մեկը մյուսի դեմ բանակներ անել։ Բայց ի վերջո այդ ներքին խռովությունները տեղի տվեցին ու Սարդուրի երկրորդի ժամանակ Ասորստանը գրավեց Վանը։ Ոչ, Սարդուրի երկրորդի ժամանակ չի, Վան քաղաքը չի գրավել, Վան քաղաքը շրջապատվել է Ռուշա երկրորդի ժամանակաշրջանում։ Դա մի անհաջող ճակատամարտի արդյունք էր, որտեղ ակադացիներին հաջողվել էր լեռների միջոցով շրջանցել եւ մտնել Ուրարտական բանակի թիկունք եւ այնտեղից անկնկալ հարձակում իրականացնել։ Ուրարտական բանակը շատ մեծ կորուստներ էր ունեցել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Վանը ծնկի էր բերվել։ Դրանից հետո ակադական բանակը, մասսորական բանակը հասավ Տոսպ կամ Վան, բայց չկարողացավ գրավել եւ ստիպված եղավ լքել, երբ որ վերախմբավորումից հետո մեր հայկական ուրարտական ուժերը սկսեցին նորից ճնշել իրենց։ Դա է ընդամենը եղել նրանց ամենագագաթնակետը, որ հասել են։ Ի հակադրություն դրան գիտեք, որ վերջի վերջով Ասորստանը կործանվեց հիմնականում մարական ուժերի միջոցով, բայց նաև հենց հայկական ուժերի օժանդակությամբ։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ավելի, այսպես ասած, խելամիտ եւ ավելի ամուր դուրս եկանք։ Մի փոքր էլ այդ մասին միգուցե մանրամասնեք, ինչպես կործանվեց Ասորստանը եւ Վան թագավորությունը ինչ ուժեր գործադրեց դրա համար։ Ասորստանն էր եւ Ուրարտուն եւ պատերազմում էին մեկը մյուսի դեմ, դրանք, այսպես ասած, կենտրոնական պետություններն էին, որոնց շուրջը խմբավորված էր մի ամբողջ, այսպես ասած, դաշինք ռազմաքաղաքական։ Ուրարտուն ուներ իր դաշնակիցները, նրանք ունեին իր դաշնակիցները եւ գնում էր նաեւ քաղաքականություն, դիվանագիտական պայքար այս կամ այն տերությանը իրենց կողմը ներգրավելու եւ թշնամուն ավելի վատ վիճակում դնելու։ Շատ հաճախ եւ Ուրարտուն եւ Ասորստանը գերատասում էին մեկը մյուսի դեմ պատերազմել երրորդ երկրների ձեռքով։ Իրենք, այսպես ասած, հեռու մնալով անմիջական պատերազմական գործողություններից։ Եվ ինչ որտեղ նաեւ այդպես ստացվեց, որ հենց մարերի անմիջական մասնակցությամբ եւ գլխավոր հարվածը իրենք հասցրեցին Ասորստանին եւ Ասորստանը կործանվեց։ Դա նաև Ուրարտուի հաջողություններ, որովհետև ասացի, որ Ուրարտուն անընդհատ ձգտել է ոչ միայն իր միջոցներով, այլ նաև շրջապատի երկրների ժողովուրդների միջոցով տրամադրել Ասորստանի դեմ եւ կործանել Ասորստանը։ Խոսենք նաև լեզվի մասին, որ Իշպունի ժամանակ արդեն ամբողջությամբ ձևավորվել էր, չէ՞ լեզուն։ Լեզուն իրականում միշտ է եղել, մարդը դեռ նախնադարից խոսել է եւ եղել է, խոսքը գնում էր գրի, այսինքն ստեղծել ինչպես 5-րդ դարում Մաշտոցը ստեղծեր մեր ներկայիս Այբուբենը եւ դրանից հետո սկսեց ծաղկել գիրն ու գրականությունը։ Նմանատիպ մի ժամանակաշրջան էլ մենք ունեցել ենք ձեր հիշատակված Իսպույնի թագավորի ժամանակաշրջանից սկսած, երբ որ նա էլ տարբերություն իհարկե Մաշտոցի ոչ թե ստեղծեցին սեփական գիրը, այլ ուղղակի վերցրեցին ակատական գիրը, ձևափոխեցին, շատ քիչ, պետք է ասել, ուղղակի պարզեցրեցին, այնտեղ շատ խրթին էր ասորական գիրը, իրենք մի փոքր պարզեցրեցին, ավելի նվազ թվով նշաններ վերցրեցին, ասենք 600 նշանի փոխարեն սկսեցին օգտագործել 200-ը, մոտ 250-ը։
Լեզուն իհարկե կար։ Քանի կան ժողովուրդները կան լեզուն, որովհետև համր ժողովուրդներ չեն։ Դուք ապացուցում եք, այսինքն վերում եք այն տեսակետը, որ ուրարտերենը նույն հայերենն է։ Խոսենք այդ սեպագիր արձանագրությունների մասին եւ դուք ինչպես եք ընթերցում այդ արձանագրությունները։ Նախ մի փոքր անդրադառնամ այդ արձանագրությունների վերցմանը։ Դա ինչպես տեղի ունեցավ։ Բուն արձանագրությունները միշտ են հայտնի եղել, դեռ Խորենացին գիտեք, որ հիշատակում է դրանց մասին, վերագրելով Շամիրամին, իհարկե 19-րդ դարում, երբ որ եվրոպական գիտությունը, արևմտյան գիտությունը սկսեց հետաքրքրվել մերձավոր արևելյան այդ քաղաքակրթություններով, հետաքրքրեցին նաև մեր այդ Վանի թագավորության սապագիր արձանագրություններին, որոնք Վանի ժայռերի վրա գրված են, բոլորը տեսնում էին եւ բոլորին հայտնի էր։ Բայց հետագայում դա վերցանել չէր հաջողվում եւ միայն այն բանից հետո, երբ որ վերցանվեցին ակադական արձանագրությունները, բուն ակադական արձանագրությունները Բեհեստոնյան գրի միջոցով, ավելի ճիշտ սկզբից վերցանվեցին պարսկականը եւ նրան զուգահեռ գրված ակադականը։ Դրանից հետո միանգամից հասկացան, որ սա գրված է նույն գրով եւ հեշտությամբ սկսեցին ընթերցել։ Ընթերցեցին, բայց բան չհասկացան, որովհետեւ դա ակադերեն չէր գրած, բացի մի քանիսից։ Մի քանի փոքր արձանագրություններից, մնացածը գրված էր այլ լեզվով։ Այստեղ էր որ սկսեց այդ բանավեճը, թե սա ինչ լեզու է։ Էլ տարածաշրջանում ինչքան ազգ կար, բոլորի գրեթե վերագրեցին այդ արձանագրությունները։ Կովկասյան, վրացական, սեմական, հայկական, որում գերմանացիներն էին, օրինակ Մորտմանը փորձեց դրանք կարդալ հայերենով, ոչ այնքան հաջող, մերոնցից Սանդալջյանը դա կարդաց բավականաչափ հաջող, չնայած կար նաև թերություններ, այդ վեճը գնաց եւ ի վերջո ձևավորվեց այսպիսի մի տեսակետ, որ դա ինքնուրույն ինչ որ լեզու է, ոչ մի լեզվա ընտանիքի չպատկանող, հետագայում նմանատիպ վիճակում գտնվող Միտանիայի թագավորության, այսպես ասած, լեզուն, որ խուրերեն է կոչվում, միավորեցին իրար, ասացին խուրը ուրարտական լեզվա ընտանիք է։ Եւ այդ տեսակետն էր տիրապետող գրեթե ամբողջ 20-րդ դարում, բայց մեզ մոտ բոլորը չէին որ համաձայնեին, ասենք Ղափանցյանը ուներ իր յուրօրինակ կարծիքը, որ տարբերվում էր ստանդարտից, իսկ ավելի ուշ արդեն հայագետների մոտ փորձեր եղան կարդալ դա հայերենով։ Վահան Սարգսյանը դա արեց, որոշ սահմանափակ քանակությամբ բառարմատների ստուգաբանում արեց։ Դրանից առաջ ուրեմն շատ են զբաղվել եւ Ռաֆայել Իշխանյանը թեև նա գտնում էր, որ դա մեռած եւ օտար լեզու է, եւ ակադեմիկ Ջահուկյանն էր շատ զբաղվում, եւ իր կյանքի վերջում ինչն է հետաքրիր, Ջահուկյանը հրապարակեց մի հոդված 2000 թվականին, որտեղ ընթերցում էր եւ ապացուցում էր, որ մասամբ դրան գրված են հայերենով, եւ հարց էր բարձրացնում, որ իսկ մյուս մասերի հարցը դեռ բաց է մնում, այսինքն պետք է անել այս աշխատանքները, որպեսզի կարողանանք վերջնական ստուգաբանել եւ բարձել վերջիվերջով դա ինչ լեզու է։ Ինչպես եք դուք բացում ուրարտերենը, ինչպես եք հայերեն կարդում։ Այսպեսի մի հարց կա, ինձ շատ են տալիս, ասում են, հասկանում ենք 1000 տարի է անցել, ասենք Գրապարյան շրջանի մեր ուրեմն հայտնի տեքստերից եւ ուրարտական շրջանի տեքստերից 1000-1300 տարի։ Թեև լեզուն կենթանի լեզուները բոլորը փոխվում են, ինչպես ասենք գրափարը դառավ միջին հայերեն, հետո արդի հայերեն կամ արմենտահայերեն, արևելահայերեն իր բարբառներով, բայց այդքան չէր կարող փոխվել, որ դառնար անճանաչելի։ Սեպագիր արձանագրությունները դրանք մեզ հայտնի այբուբեններ չեն, ասենք մաշտոցյան այբուբեն չեն, որտեղ ամեն հնչյուն ունի իր նշանը, կամ լատինական այբուբեն չեն, կամ հունական այբուբեն չեն։ Դրանք շատ բարդ եւ ոչ միարժեք համակարգ է։ Դա է պատճառը, որ շատ հաճախ պատահական ընտրված ընթերցումները առաջի հայացքից թողնում են ոչ հայերին տպավորություն։ Ուրարտական արձանագրություններում կա տրադիցիոն ընթերցվող խուտու բառարմատը, որ նշանակում է բախտ, եւ կա խուտուն Աստվածը, որ բախտի Աստվածն է։ Շատ կարևորագույն աստվածներից է, որովհետեւ 4-րդն է իր դիրքով, երաստվածներից հետո։ Բայց երբ որ նայում ենք նույն ակադական սեպագրերի աղյուսակներում, տեսնում ենք, որ այդ նշանը, որ մենք ընթերցում ենք, ունի 2-3 տարբերակ, ունի հու ընթերցումը, ունի բակ ընթերցումը եւ ունի բախ ընթերցումը։ Եվ մենք ազատ ենք ընտրել դրանցից մեկը, այսինքն տրադիցիոն ընթերցումը կատարել է ուղղակի պատահական սկզբունքով, վերցրել են դրանցից մեկը եւ դրել են։ Երբ որ ես ասացի պարզեցրել են, դա չի նշանակում, որ այն աստիճան են պարզեցրել, որ ակադականից թողել են ընդամենը մեկ ընթերցում։ Այդպես չի։ Մենք նույն հաջողությամբ կարող ենք վերցնել երկրորդը եւ երրորդը։ Երբ հենց դնում ենք երկրորդը կամ երրորդը, ստանում են բախտու։
իսկ բախտում դա մեր բախտն է։ Ինքը ակատական համակարգը գրային հնարավորություն ունի տարբերակելու 22-23 հնչյուն, ավել չի կարող։ Եթե օրինակ համեմատենք մեր այսօրվա կամ Մաշտոցյան Այբուբենի հետ 36-37 հնչյունների մասին է այնտեղ խոսքը գնում։ Եթե ենթադրենք, որ ուրարտական շրջանը մոտարապես նույն կարգի պետք է լիներ, հայերենում հնչյունների քանակը, կարող էր ավել լինել, պակաս լինել, բայց կարգը դժվար թե փոխվեր։ Պարզ է դառնում, որ մոտարապես կեսը հնարավորություն չունեին գրելու։ Ինչ էին անում։ Անում էին այնպես, ինչպես ասենք մենք ենք այսօր անում, նույն նշանը օգտագործում են մի քանի հնչյուն արտահայտելու համար։ Երբ որ սա հաշվի ենք առնում, ասենք օրինակ ալ զենե փու լու սե դառնում է արձանը փորոց, որը իմիջիալոց նշանակում է վիմափոր արձանագրություն։ Հիմա համեմատեք վիմափոր եւ արձանագրություն եւ փորոց արձեն է կամ արձեն է փորոց։ Ճանաչելի է։ Փոփոխություն եղել է, իհարկե եղել է, իսկ ինչ է գրափայրան տեքստերը այսօրվա տեքստերից չեն տարբերվում են։ Վերջին հարցին անդրադառնամ, խոսենք կրոնի մասին, ովքեր էին աստվածները, ում էին պաշտում, եւ այդ Սուրբ Երրորդության մասին էլ խոսենք, Խալդի, Շիվինի, Թեշիբա։ Այդ տեսեք, դուք հիմա ասացիք ավանդական ընթերցումը բերեցիք։ Ես Խալդին կընթերցեի Հալդի, ինչի համար, որովհետև նախ հի համար առանցին նշան չկար եւ Խալը կարող ես ընթերցել նաեւ Հալ, եւ երկրորդը այդ Խալը գրված է նաեւ Ալդի ձևով, ինչը նշանակում է, որ այնտեղ եղել է թույլ հնչյուն, այսինքն հ։ Շիվինի կամ շիվին, գիտեք, այդ շեյրը դեռ ակադական շրջանում բոլորը արդեն սե են արտասանվում։ Եվ դրա հետևանքով իրականում մենք պետք է ասենք ոչ թե շիվին, այլ սիվին կամ ավելի ճիշտ սիուն։ Շիվինը դա արևի աստվածներ։ Իրականում առաջի բոլոր 3 աստվածներն էլ արևի աստվածներ էին։ Նրա տարբեր, այսպես ասած, ապոստասներ։ Սյուն բառը հայերենում նշանակում է ուղղակի սյուն, եւ մտածում ենք, թե սյունը ինչ կապ ունի արևի հետ, բայց իրականում հնում սյունը միշտ կապվել է լույսի շողքի հետ եւ լույսի այդ շողի հետ։ Եգիպտական բոլոր այդ մեծ հայտնի սյունները, որ ամենտեղ դրված են այսօր աշխարհում, դրանք բոլորը նվիրված են Ռա Աստծո, արևի Ռա Աստծոն եւ նրա այդ արևային լույսի կերպարն է։ Դա հայտնի փաստ է։ Ռա Աստծո հիերոգլիֆը գրելուց միշտ նրանից առաջ դնում էին սյուն, նկարում էին սյուն, որպես նրա անբաժանելի որոշիչ նշան, որ այս սյուն ենք դնում, որ սա ռան է։ Ռան ինքը այսպես մի կլոր օղակ էր մեջտեղը կետ, իսկ դիմաստան նկարում էին սյուն։ Եվ այստեղից պարզ է դառնում, թե սյուն բառը ինչ կապ ունի արևի հետ։ Իսկ Հալդին կամ ինչպես դուք ասացիք Խալդին, դա նորից արևի աստվածն էր, որովհետև դա Միհրն էր, մեր Սասնածռերից հայտնի Մահերը, որը արևի աստվածն էր, Միհրը արևի աստվածն էր, եւ Միհրը Հունաստանում հետագայում Հռոմում նույնականացվեց Հելիոսի հետ։ Սոուլ արմատը, որից ունենք սոլյար, սոնցը, ռուսերեն, լատիներեն, հայերենում նույնպես պիտի դառնար հ, այսինքն պիտի լիներ հել կամ հալ, նման մի բան, այսինքն հալդի դա նշանակում է, դին գիտեք, որ նշանակում է դիքի, արմատն է, աստված է նշանակում, եւ հալդի ուղղակի նշանակել է արևի աստված, այն ինչ որ մենք այսօր ունենք, մենք բոլորս գիտենք, որ մենք արևապաշտ ժողովուրդ ենք եւ միջև հիմա երթվելուց միշտ արևով ենք երթվում, եւ դա պատահական չէ։ Ուրարտական դիցարանը ամբողջությամբ կապված է Սասնածռերի հետ։ Իսկ Սասնածռերը գիտեք, որ էլի մեր հարավային նահանգներում էին։ Ենթադրենք մեր նախաքրիստոնեական շրջանի այս աստվածները Արամաստ, ուրեմն Անահիտ, Վահագն, Միհր, դրանք արևմտյան Հայաստանի արևմտյան նահանգներում պաշտվող աստվածներ էին, դրանց կենտրոնները այնտեղ էր, եւ այնտեղ գլխավոր աստվածը ամպրոպային Արամազն էր։ Իսկ հարավային կրոնական կենտրոններում գլխավոր աստվածը Արևն էր։ Իսկ ամպրոպի աստվածը երկրորդն էր, ինչպես ասացիք, Թեշուբան պետք է ընթերցել Տեսեվա, որը իմիջիալոց հնարավոր բացատրություններից մեկը այն է, որ նշանակել է սև սպիտակ։ Սևան, սև հասկանալ է, իսկ տեն դա հայերեն տիվ, տեյ բառն է, որ նշանակում է լույս, սպիտակ, եղել է խավարի եւ լույսի համադրում։ Դա նույնպես արևային կերպար է։ Հնուց հայտնի է, որ արևը դուրս էր գալի եւ հետո մայր էր մտնում։ Մայր մտնելով հասկացել են ոչ թե մեր մայր բառի հետ կապ ունի, այլ մարել, մեռնել բառի հետ կապ ունի, այսինքն ամեն օր արևը ծնվում էր, նորից մեռնում էր։ Գալիս էր սպիտակի թագավորություն, հետո խավարի թագավորություն։
Սիրելիներս, մենք այսօր խոսեցինք Վանի թագավորության մասին, ընդհանուր ներկայացրինք ինչպիսի պետություն էր Վանը եւ ովքեր էին թագավորները, որ ռազմական երկիր էր, այս բոլոր հարցերի մասին դուք արդեն իսկ լսեցիք, քննարկվեց այս ամենը ուրարտագետ Սարգիս Այվազյանի հետ եւ այսօր այսքանը, հաջողություն, կհանդիպենք։